Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։ Ձմեռը այս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի։ Հողը վարձով տալիս է իր հարևանին։ Այս հարևանը վարելու ժամանակ խոփը միտեղ դեմ է ընկնում։ Դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։ Հեյ, աչքդ լույս, քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։ Չէ ախպեր, էդ իմը չի։ Հողի վարձը դու ես տվել, դու վարում ես, այն հողում ինչ էլ դուրս կա քունն է, ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քոնն է։ Սկսում են վիճել, սա ասում է քոնն է, նա թե չէ քոնը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։ Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է, թե չէ, աչքերը 4 է բացանում։ Ասում է. Ոչ քոնն է, ոչ դրամը։ Իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։ Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալիս, տեսնում ինչ ոսկի։ Կարասը լիքը օձ։ Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։ Չէ, թագավորն ապրած կենա, մեզ ինչու է սպանում, լավ չես տեսել, օձ չկա այնտեղ, ոսկի է, ոսկի։ Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկը գնում են ետ գալի, թե ճշմարիտ, ոսկի է։ Վա, երևի լավ չտեսա, կամ տեսածս են կարասը չէր։ Վեր է կենում, մին էլ գնում։ Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։ Էս ինչ հրաշք է, ինչ միտք ունի, չեն հասկանում։ Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։ Բացատրեցեք, ով իմաստուններ, ինչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում, կարասը լիքն օձ է դառնում։ Սրանք են գնում, ոսկի, էս ինչ կնշանակի։ Դրա բացատրությունն էս է, թագավոր։ Եթե չես բարկանալ, կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ասնվության ու աշխարհ աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գնում։ Իսկ երբ որ դու ես գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկուտեղ օձ ես գտնում։ Դե հիմի են որոշեցեք, թե այդ երկուսից որին է պատկանում գտած ոսկին։ Իհարկե հողատիրոջը։ Չէ, վարողինն է։ Ինչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։ Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, են գտած ոսկին էլ տան նրանց։ Այստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են ու կռիվը վերջանում է։ Սկսվում է հարսանիքը։ Օղտ նոր, օղտը գիշեր հարսանիք են անում։ Կարասով ոսկին էլ որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։ Բարին էստեղ, չարը էնագահ թագավորի մոտ։